հարցանոց օրինակ տեսնենք ասում է որ շատ հաճախ է դե գուցե դե հիմա գուցե տարբեր մարդիկ տարբեր ձև արդարացնում են իրանց իշխանության օրոք Բայց Նիկոլ Փաշինյանի զրոյական կետը որն էր Փաշինյանի մասին վարչապետի հայտարարությունից հետո ձեր ընդդիմախոսները ենթադրում են որ զիջումներ կլինեն ասենք Դե մի քիչ աբսուրդային է Ձեր կարծիքով այդպիսի հնարավորություն կարող է լինել որ զիջումներ լինել եւ մենք դրա դեմը չկարողանանք առնել Մի քիչ աբսուրդային են մեր ընդդիմադիր գործընկերների քննարկումները, որովհետեւ երբ որ վարչապետ Փաշինյանը չի խոսում մեր օկուպացված տարածքների վերադարձի մասին, շատ ինքը միշտ է խոսում, բայց ասենք թե 3 օր չի խոսում։ Ասում են, ահա, ինչու նա չի խոսում մեր օկուպացված տարածքների վերադարձի մասին։ Երբ որ ասում են մենք պետք է վերադարձնենք մեր օկուպացված տարածքները, այդ թվում Արցախը, ասում են, այսինչ չէ, ուրեմն զիջումների անեն։ Հիմա, ինչ վերաբերում է անկլավնային հարցերին, դրանք պետք է որոշվեն սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շրջանակներում։ Սահմանազատման հանձնաժողովները ընդունել են աշխատակարգ, որը նաև մեր կողմից օրինակ վավերացվել է ազգային ժողովում, իրենց կողմից իրենց համապատասխան ներպետական ընթացակարգերով վավերացվել է։ Դա ինչ է ենթադրում, ըստ այդ աշխատակարգի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը, ինչ է ենթադրում, որ իրենք պետք է դե բնականաբար իրավական հիմքերը դնեն իրար առաջ քննարկեն Կապիտան ամբողջ սահմանի սահմանազատման համար տարբեր հատվածների տարբեր թողեք ավարտեմ Սահմանազատման հանձնաժողովում կողմերը պետք է դնեն տարբեր հատվածների վերաբերյալ իրենց ունեցած քարտեզագրական իրավական հիմքերը եւ այլն իրականացնեն սահմանազատում ստորագրեն վերջում սահմանազատման բաները պրոտոկոլները այսպես կոչված ամենավերջում նաեւ պետքա պայմանագիր, երբ որ ավարտեն սահմանազատման գործընթացը, պետք է միանց հետ պայմանագիր կնքեն դելիմիտացիայի վերաբերյալ։ Հաստատ միջև ընտրությունները չի լինի, որովհետև դա երկար աշխատանք է։ Նաև սահմանազատման գործընթացը հնարավորություն տալիս է տարածքների փոխանակում անելու, բայց եթե օրինակ տարածքների փոխանակում չի լինում, հանրաքվեի պահանջ չկա, որպեսզի օրինակ պայմանագիրը սահմանազատման վերաբերյալ ստորագրվի եւ ավերացվի։ Եթե ընթացքում որոշվի ինչ որ տարածքներ փոխանակել, այդ դեպքում արդեն հանրաքվեով է լինում։ Հիմա որևէ նոր չկա այդ հարցերով։ Այսինքն սահմանազատման հանձնաժողովի հանդիպում էս վերջին շրջանում չի եղել եւ նոր զարգացումներ չկան։ Բայց որտեղից է ծագել։ Արցախի թեման ծագել է այն պահից, երբ որ Արցախը օկուպացվել է։ Այսինքն կանգնած է սահմանազատման հանձնաժողովներին գրավել են աշխատանքը գրավել են Ես ու դուք ես Արցախաշենում եմ այդ օրը Ես այդ օրը բայց բան չէի վստահ չեմ խոսել գիտեի թե չգիտեի դրա համար ես այդքան Պարոբինյան այսինքն սահմանազատման աշխատանքների գործընթացը կանգնած է աշխատանքը սահմանազատման կանգնած չի բայց նկատի ունեմ նոր կանգնած չի բայց նոր հանդիպում դեռ տեղի չի ունեցել կունենա որևէ խնդիր չկա այսինքն ինքը իր հունով գնում են այլ կերպ ասած որպեսզի հստակ լինենք սահմանազատման հետ կապված այդ թվում անկլավային հարցերով որևէ նորություն չկա իրավական հիմքերի առումով էլ չկա դա պետքա սահմանազատման հանձնաժողովում քննարկվի Նիկոլ Փաշինյանն ասում է դեռ պետք է իրավական հիմքեր ներկայացնել Նա խնդրոր պատասխանեցի նոր այլ հարցեր կա Նիկոլ Փաշինյանն Ռուզան մի րոպե հիմա երբ որ վարչապետը խոսում է փոխել ինչով է խոսում փոխել Նախկինում գոնե ասում էր պետք է իրավական հիմքեր ներկայացնել, հիմա չի ասում։ Չէ, որովհետև դա ակնհայտ է, որ պետք է տեղի ունենա սահմանազատման հանձնաժողովում։ Սահմանազատման հանձնաժողովում չի կարող սահմանազատվել սահմանի անգամ 1 սանտիմետր առանց համապատասխան իրավական հիմքերի Արցախի մասին է խոսել վարչապետը, մենք Արցախի իրավական հիմքերի վերաբերյալ որևէ կասկած չունենք։ Հիմա նաև այսպիսի բաներ կան, կարծիքներ կան, մի րոպե, ասում են Արցախը որևէ ռազմավարական նշանակություն չունի, այնինչ բայց այն Ժորժ ջան, Արցախը մեր տարածքն է հասկանում եք, ես սահմանադրորեն պարտավորված եմ խոսել Արցախի վերադարձի անհրաժեշտության մասին, որտեղ դա մեր տարածքն է։ Մեր տարածքն է, չեմ կարող չխոսել Արցախի մասին, սրա մասին է խոսքը։ Պարոն Ռուբինյան, Նիկոլ Փաշինյանը Ընդ ոչ միայն Արցախի, Ջերմուկի հատվածի տարածքների մասին, Սյունիքում հատվածներ կան, Տավուշում հատվածներ կան։ Պարզապես անկլավների մասին որ խոսում են, պարոն Ռուբինյան ասում են, եթե դա անցնեն Ադրբեջան, մենք ճանապարհների ենթակառուցվածքների խնդիրներ ենք։ Ես էլ ասում եմ, որ այդ հարցերը
ենթակա են քննարկման համազատման հանձնաժողովում եւ այդ հարցերի հետ կապված արդեն երբ որ համազատումը հասնի դրան այդ հարցերին արդեն կողմերը կորոշեն այդ հարցին ոնց անդրադառնան տեսականորեն եթե փոխանակման որոշում լինի ընդհանրապես որևէ սահմանային որևէ հատվածի դա հնարավոր է անել միայն հանրակրվեով Նիկոլ Փաշինյանը գրել է Նարեկը տոնես հացը տա։ Ոչ, մենք տեսանք որ Կիրանցի հատվածում հնարավոր չեղավ ճանապարհի հետ կապված այնպիսի որոշում կայացնել, որ գոնե ճանապարհը մնա Հայաստանին, հայ գյուղին եւ նոր ճանապարհ կառուցել։ Որովհետեւ այդ կոնկրետ այդ կետում որոշում չկար տարածքային փոխանակման։ Բայց իդեպ եթե այդ ժամանակ էլ լիներ, պետք է հանրակրվել լիներ։ Թույլ կտաս։ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել, որ մինչև տարեվերջ առաջարկների մասին փաստաթղթերը կհրապարակի եւ ասել էր, կարծես թե սպառնացել էր Սերժ Սարգսյանին, որ նաեւ մի նամակ է հրապարակել։ Դուք տեղյակ եք ինչ նամակի մասին է, որովհետեւ դուք նաեւ փող արտգործ նախարար եղել։ Գուցե տեղյակ եք ինչ փաստաթղթի նամակի մասին է։ Դե ես ինչ որ նամակներ տեսել եմ Սերժ Սարգսյանի գրած, բայց չգիտեմ վարչապետը որ նամակի է։ Չէ, նկատի ունեմ բանակցային գործընթացում տարբեր երկրների ղեկավարներին ուղղված նամակներ տեսել եմ, բայց ես չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Իշխողական դրամաբանություն կար։ Նամակ ջան լավ է։ Պարոն Ռուբինյանը, Ոչ կարող է Սերժ Սարգսյանը ոնց կարող է զիջողական լինել։ Ոչ Սարգսյանը, Ռոբերտ Քոչյանը, Տեր-Պետրոսյանը իրենք ուղղակի բաներ են, չէ, քաջարի մարտիկներ են տարիներին Արցախը հայկական է։ Փաստը դա է։ Իրենց տարիներին 20 տարի Արցախը հայկական է եղել։ Դուք հիմա ինչ բարձաբանում եք բերեք, պարոն Ռուբինյան, ձեր տարիներին Արցախը ադրբեջանական դարձել։ Ես առաջարկում եմ, ոչ թե դուք իմ հետ բանավիճ։ Չէ, դες բանավիճ։ Բայց բանավիճ է, բայց դեմ չեմ։ Ես ձեր բանավիճ եմ, խնդիր չեմ տեսնում։ Բայց առաջարկում եմ, ոչ թե դուք իմ հետ բանավիճ եք։ Այ Ռոբերտ Քոչյանը թող գնա Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճ։ Ինչ վատ կա։ Ինչ ենք միջնորդավորված բանավիճում Ռոբերտ Քոչյանի հետ, կարող եք ինձ բացատրել։ Խնդրում եմ, էլի դուք որևէ մեկի խոսնակը չէ, խնդրում եմ, մի ընդհատեք ինձ, Աստծո սիրուն։ Տեսեք։ Թող ինչ եք միջնորդավոր, օրինակ ինչ եք դուք Քոչյանի թեզը, ընդ որում որևէ ուշադրություն դարձ։ Նիվարկյան էլի, նիվարկյան։ Ասում ինչ եք դուք Քոչյանի թեզը հիմա ինձ փոխանցում, որ ես այդ թեզին հակափաստակ բեմ։ Ես առաջարկում եմ հետեւյալը։ Եկեք միջնորդներին արանքից անենք ամենայն հարգանքով ձեր հանդեպ։ Եվ իմ հանդեպ էլ ես էլ Նիկոլ Փաշինյանը ոչ մի գրառման գնահատական են միջնորդավոր։ Չէ, ես առաջարկում եմ մեր գործը հեշտացնել։ Թող Ռոբերտ Քոչյանը բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ։ Հասկանում եք, պարզ բան եմ ասում։ Իդեպ, ուրա փայլակը, գնաց փայլակը, ափսոս։ Լավ չեմ ասի, ուրեմն ինչ ուզում եմ ասել։ Եվ հաջորդը, որը կրկին վերադառնում եմ հետևյալին, երբ որ Արցախը հայկական էր, երբ որ Լեռնային, իսկ ի՞նչ է դա նշանակում, երբ որ Լեռնային Ղարաբաղում ապրում էին հայեր։ Մենք առաջարկում ենք ճանապարհ, երբ որ մենք հայտարարեցինք, որ նշաձողը պետք է իջեցնել, այդ թվում Քոչյան, Ռոբերտը, Սերժ Սարգսյանը, մյուսները, Դաշնակցությունը, Լեռնային Ղարաբաղում իրանց հետ աֆիլիացված ուժերը մեզ դատապարտում էին դավաճանականության մեջ եւ ինչի մեջ եւ ինչի մեջ։ Իրանք արդյունքում ինչ արեցին։ Իրանք եւ իրանց հետ ասոցիացված ուժերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղում Դաշնակցությունը։ Այնպես արեցին, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, ընտրեցին նախագահ Լեռնային Ղարաբաղում, ստեղ Երևանում հանրահավաք էին անում, Նարեկը մոտեցավ առնվազն Քոչյանի, Սարգսյանի չեմ հիշում, մոտեցավ թե չէ։ Ասեց ինչ կարծիք եք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի մասին։ Ասեցին շատ լավ է, հուսով ենք նույնը Հայաստանում կլինի։ Հայկ Մամիջյանը ստեղ ազգային ժողովում էր ասում էր եւ կհնչի զանգը, ինչ որ մի բան կլինի։ Ու ընդամենը օրեր անց Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց։ Հասկանում եք։ Հիմա դուք ուզում եք սրա մասին օրինակ մի օր հարցնեք, որ խնդրեմ ինչ որ մեկը ձեզնից Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչյանին կհարցնի, պարոն Քոչյան, պարոն Սարգսյան, այդ 2023 թվականի ամառը, որ օպերայի Ազատության հրապարակում հարավակ էիք անում, ասում եք շատ լավ է այն ինչ տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում, հուսով ենք նույնը Հայաստանում տեղի կունենա։ Մամիջյան Հայկն էլ ասում է շուտով կհնչի զանգը։ Ու դրանից մի քանի օր հետո Լեռնային Ղարաբաղ հայաթափվեց։ Իրանք ի՞նչ նկատի ունեն։ Ես իրենց փաստաբանը չեմ պարոն Ռուբինյան։ Դե եթե իրանք 10-15 օրվա իշխանությունը չէր կարող հանգեցնել Արցախի։ Շատ լավ, դե ուրեմն նույն անալոգիայով, եթե 10-15 օրվա իշխանությունը չէր կարող հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը, այդ ո՞նց են իրանք 30 տարի երկիրը կառավարությունից հետո, երբ որ մի իրավիճակ, երբ որ հավասար ռազմական բյուջեն իրենց են անում, որ մի քանի անգամ Ադրբեջանի ռազմական բյուջեն աճում է, ու դրանից հետո մենք գալիս ենք իշխանության 1.5 տարվա մեջ, այսինքն այդ նույն անալոգիայով մենք մեղավոր ենք, որ պատերազմը սկսել, բայց իրանք մեղավոր չեն։ Եթե այլ հարցեր չունեն, ասում է, որ պատերազմի օրերին ինքը եկել է Արցախ եւ
ուզեցել է հանդիպի Արայիկ Հարությունյանի հետ, բայց նա չի ցանկացել հանդիպել, ասել Նիկոլ Դրանք Փաշինյանը։ հետաքրքիր խոսակցություններ Բայց չեն։ ինչու՞։ Որտեղ հետաքրքիր։ Սկսենք նրանից, որովհետև Արայիկ Հարությունյանը ազատության մեջ չի, որ իմանանք ինքը դա հաստատում է թե չէ։ Բայց Ես ինչ իմանամ իրանք իրար հետ ինչ են խոսում։ Բայց ես ինչ իմանամ իրանք դες բան խոսել են թե չէ։ Ինքը ասում է ես այս մարդու հետ խոսել եմ սա, ես ինչ իմանամ ճիշտ ասում թե չէ։